Տիկին Գալստյան, Սփյուռքը միայն դաշնակցությունը չի, հասկանում Դե եք։ է ասում։ Ոչ բոլոր Սփյուռքը հայերն են դաշնակցական։ Ընդունեք սա։ Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ Սփյուռքի անունից խոսելու հերիք չի։ Դեռ մի բան է Հայաստանի Հանրապետությանը ասել, թե ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք այստեղ բոլորի շահերից խոսեցիք, բոլոր ձևակերպումներով շահ բառը օգտագործեցիք, համայն հայության շահ։ Չգիտեմ, համայն հայության շահը, համայն հայության, ասենք Ուկրաինայում ապրող հայության եւ Ռուսաստանում ապրող հայության շահը, օրինակ դնում մեկ շահի տակ։ Այո, հայոց պետականության հավաքական շահից խոսեցիք։ Ամեն ձևի ձևակերպում տվեցիք, բայց Հայաստանի շահ ինչի չեք ասում։ Օրինակ հետո ասեն ես անհանգստացա։ Ոչ թե հայոց պետականության անանցանելի շահ է, դա շատ տարածական մեկնաբանություն է, անանցանելի ինչ, կոնկրետ Հայաստանի Հանրապետության շահ է, կոնկրետ։ Ինչ իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիները, այնպիսիք ինչպիսիք է պարոն Փափազյանը, թելադրել թե Հայաստանի Հանրապետություն ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի։ Շնորհակալություն։ Հիմա արձագանք Տիկին Գալստյան։ Ես հետագայում այս ուրեմն դիսկուրսին շատ ավելի լուրջ, շատ ավելի հիմնավորած, որտեղ մեկ րոպե թույլ չի տալիս։ Ուրեմն ձեզ ուզում եմ ասել առաջինը, հայ հեղափոխական դաշնակցությունը երբեք համայն հայության, մանավանդ Սփյուռքում համայն հայության անունից հրովարտակներ արձակելու չի ունեցել այդ դիրքավորումը, բայց հայ հեղափոխական դաշնակցությունը իր գաղափարական, իր արժեքային եւ կազմակերպական կազմակերպվածության բարձր մակարդակով, այո, ես թույլ եմ տալիս այդպես ասել, վաստակել է իրավունքը խոսելու համայն հայության շահերից։ Եվ եթե ներողություն շարունակում եմ մի արեք, եւ եթե համայն հայության շահերը անվտանգ է, եթե խնդիրը անվտանգայինն է, Հայաստանի պետականության անվտանգության խնդիր կա, դա նշանակում է համայն հայության շահը։ Եթե խնդիրը ցեղասպանության միջազգային ճանաչումն է, դա համայն հայության շահն է։ Եվ երբևէ որևէ հայ դատի կազմակերպություն կամ դաշնակցության, չգիտեմ, ներկայացուցիչ որևէ երկրում, ընդ որում դաշնակցությունը բոլոր երկրներում գրանցված քաղաքական կազմակերպություն է, չի եկել որևէ մեկի տեստեղ, որևէ մեկին դրսից չեն եկել, ես ձեզ չեմ պարտադրել, բայց մենք ունենք արժեքային համակարգ, դաշնակցություն ունի գաղափարախոսություն արժեքային համակարգ, որը իր գործունեության առանցքում է։